Մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք առողջապահության համընդհանուր ապահովության մասին եւ նախագծի եւ դրան հարակից նախագծերի փաթեթը եւ ես այս փաթեթը, այս նախագիծը կոչել եմ այլ կերպ հոգատարության նախագիծ, ինչու եմ այդպես կոչել, քանի որ չնայած պետությունը տարիներ շարունակ պետպատվերի շրջանակներում մեր քաղաքացիներին տրամադրել է բազում առողջապահական ծառայություններ, սակայն պետք է ասեմ, որ այս փաթեթում շատ ավելի լայն են առողջապահական ծառայությունները եւ նաեւ շատ թանկ եւ երկրորդ մասով պետությունը ազատել է քաղաքացուն հավելյալ ֆինանսական բեռից, փորձելով սուբսիդավորել, տարբեր մեխանիզմներով սուբսիդավորել, որպեսզի քաղաքացին չզգա իր վրա իր աշխատավարձի հետ կապված խնդիր, այսինքն աշխատավարձի իջեցում։ Եվ երկրորդ մասը, որ ինչի համար եմ ասում հոգատարության փաթեթ, քանի որ մենք պետք է մեկս մյուսի մասին հոգ տանենք, ավելի բարձր աշխատավարձ ստացող 1 միլիոնից ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է 10,800 դրամը դե ֆակտո մուծեն, վճարեն իրենց առողջապահության համար, քիչ սուբսիդավորում ստանալով պետությունից կամ չստանալով պետությունից սուբսիդավորում եւ սա ես համարում եմ ապագայի նախագիծ եւ մենք պետք է այս նախագծով փորձենք հասկանալ, որ այո, բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է հոգ տանեն այն մարդկանց մասին, ինչ որ չափով, ովքեր որ ավելի ցածր աշխատավարձ են ստանում։ Տիկին նախարարը շատ հիմնավոր ներկայացրեց առաջարկվող բարեփոխումների բոլոր ասպեկտները։ Այս նախագծերի փաթեթը թերևս 3 տարի տարբեր քննարկումների առիթ է ունեցել, բազմաթիվ մեկնաբանություններ, առաջարկներ, դիտարկումներ են քննարկվել։ Այս փաթեթի նպատակն է բնակչության համար ապահովել առողջապահական հասանելիություն եւ ֆինանսական մատչելիություն։ Ես կանդրադառնամ հիմնական արգումենտային հարցերին, որոնք լուծումներ են ստացել ձեր դատին ներկայացված նախագծի փաթեթում։ Առաջին արգումենտը համակարգը ներդնել փուլային տարբերակով, սկզբում ապահովագրելու են պետական բյուջեի ֆինանսավորման ապահովագրվողները, մասնավորապես կենսաթոշակառուները, երեխաները, ուսանողները, նպաստառուները եւ պետության հոգացության տակ գտնվող շահառուները։ Այնուհետև ապահովագրվելու են վարձու աշխատողները, վերջին քննարկումների արդյունքում վարձու աշխատողները բաժանվեցին երկու մասի, մինչև 200,000 ստացող աշխատավարձ ստացողներ եւ 200,000-ից ավել աշխատավարձ ստացողները։ Ապահովագրությունը լինելու է պարտադիր, համընդհանուր եւ պետական հիմնադրամի միջոցով։ Հանձնաժողովի առաջարկով պետական հիմնադրամը իր բյուջեն յուրաքանչյուր տարի տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում ազգային ժողովին է ներկայացնելու տվյալ տարվա բյուջեն եւ յուրաքանչյուր տարվա մայիսին պետական բյուջեի հաշվետվության մեջ ներառվելու է հիմնադրամի բյուջեի հաշվետվությունը։ Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացմանը։ Նախագծով ապահովագրավճարը սահմանվել է որպես առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթից օգտվելու նպատակով օրենքի համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վճարող պարտադիր վճար։ Այն ներկա նախագծով 2026 թվականին կազմելու է տարեկան 129,600 դրամ կամ ամսեկան 10,800 դրամ։ Եկամուտների չափից կախված ապահովագրավճարը սուբսիդավորվելու է մասնավորապես զինապահի հիմնադրամի վճարվող դրոշմանիշային վճարից եւ
հետվճարներից և հայտարարագրերի հետվճարներից։ Որպես ապահովագրավճար վճարողները առանձնանում են ֆիզիկական անձիկ կամ իրավաբանական անձիկ կամ պետությունը, հաշվի առնելով բնակչության որոշ խմբերի համար պետության կողմից ապահովագրավճար վճարելու պարտականությունը, իսկ որոշ խմբերի համար գործատուների կողմից նույն վճարը վճարելու պարտականությունը։ Իսկ որպես ապահովագրական անձ հանդիսանալու են այն ֆիզիկական անձիկ, ովքեր ապահովագրական դեպքի գրանցման պահին ունեն օրենքին նախատեսված կարգավիճակ առողջության համընդհանուր ապահովության ռեգիստրում։ Որպես ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման պետք է անցնել պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն կամ հերթագրված լինել զննությունն անցնելու համար լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։ Այս պայմանը սկսելու է գործել 2028 թվականից։ Շտապ և անհետաձգելի բժշկական օգնությամբ սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքում պարտադիր բժշկական կանխարգելիչ զննությունը անցնելը պարտադիր չի լինելու։ Սիրելի գործընկերներ, մենք 2.5 ժամ քննարկել ենք այս փաթեթը, այս նախագիծը հանձնաժողովում և մանրամասն անդրադարձել ենք բոլոր խնդիրներին։ Ես լիահույս եմ, որ այս նախագիծը կյանքի կոչվելուց մենք կունենանք ավելի որակյալ և ավելի հասանելի բժշկություն, առողջապահություն մեր քաղաքացիների համար և խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։